Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի նոր դրվագները պարզապես ցնցում են իրենց հուզական խորությամբ և այն ծանր ապրումներով, որոնք բաժին են ընկնում հերոսներին։ Այսօրվա սերիայում մենք ականատես ենք լինում արցունքների, դավաճանության և հարազատ արյան մեջ ամենադաժան բախմանը։ Սկսենք ամենասրտաճմլիկ տեսարանից։ Արշակը մտնում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք Լանային տեսակցության։ Լանան միացված է արհեստական շնչառության սարքին, նա անզոր է և չի կարողանում խոսել։ Բայց այստեղ բառերն արդեն ավելորդ են։ Արշակը կանգնում է նրա մահճակալի մոտ և բացահայտ ասում այն, ինչը Լանան այդքան վախենում էր լսել. «Ես գիտեմ, թե դու ով ես»։ Այդ վայրկյանին Լանայի աչքերից հոսող արցունքները խոսում են նրա ողջ ներքին ցավի ու զղջման մասին։ Նա հասկանում է, որ իր մեծ գաղտնիքը, իր կյանքի ամենամեծ սուտը բացահայտված է։ Արշակը չի գոռում, նա պարզապես հոգեբանական ծանր հարցադրումներ է անում։ Նա փորձում է հասկանալ, ինչու Լանան խաբեց իրեն, ինչու թաքցրեց ճշմարտությունը։ Միթե Լանան մտածում էր, որ Արշակն էլ իր եղբոր պես անպատասխանատու և դաժան կգտնվեր իր հանդեպ։ Այս մենախոսությունը ցույց է տալիս Արշակի մարդկային մեծությունը և Լանայի սխալ հաշվարկի ողբերգությունը։ Իսկ մինչ հիվանդանոցում մարդիկ կյանքի և մահվան սահմանագծին փորձում են մաքրել իրենց խիղճը, Էլիզը շարունակում է կործանել իր սեփական կյանքն ու հարաբերությունները։ Նա և Էդոն կրկին հանդիպում են, և այս հանդիպումը վերածվում է իսկական աղետի։ Էդոն, որպես բարի լուր, հայտնում է, որ Նորոն ու Մագդան հաշտվել են, բայց Էլիզի արձագանքը ուղղակի սարսափեցնող է իր չարությամբ։ Նա կուրացել է ատելությունից և հայտարարում է, որ ինչ գնով էլ լինի, թույլ չի տա այդ հաշտությունը, իսկ եթե նույնիսկ միասին լինեն, ինքը ամեն ինչ կանի նրանց բաժանելու համար։ Սա արդեն քրոջ պահվածք չէ, սա թշնամու պահվածք է, և այստեղ Էդոյի համբերության բաժակը լցվում է։ Նա հունից դուրս է գալիս ու տալիս է այն հարցը, որը վաղուց պտտվում էր օդում։ Միգուցե Հասմիկը ժամանակին ճիշտ էր։ Միգուցե Էլիզը Էդոյի հետ շփվում էր զուտ Արշակի ընտանիքին մոտ գտնվելու և իր մութ ծրագրերն իրագործելու համար։ Էդոյի դեմքի հիասթափությունը խորն է ու անդառնալի։ Էլիզը կորցնում է միակ մարդուն, ով իրեն անկեղծորեն սիրում էր։ Բայց այս ամբողջ քաոսի իսկական դիրիժորը շարունակում է մնալ Հասմիկը։ Իմանալով, որ Նորոն ու Մագդան հաշտվել են, նա հասկանում է, որ իր պլանները վտանգված են և անցնում է ծայրահեղ քայլերի։ Նա գաղտնի և վարպետորեն կազմակերպում է Նորոյի ու նրա հոր Բաբկենի հանդիպումը հենց շենքի դիմաց։ Պատկերացրեք Նորոյի վիճակը, երբ նա իր տան բակում հանկարծ դեմ առ դեմ հանդիպում է այն մարդուն, ով լքել էր իրենց տարիներ առաջ։ Նորոյի արձագանքը կոպիտ է և արդարացված։ Նա հոր երեսին շպրտում է ողջ կուտակված ցավը, ասելով, որ Բաբկենը ստանում է այն, ինչին արժանի է, բայց Բաբկենը փոխանակ լռելու և ներողություն խնդրելու դիմում է ամենաստոր քայլին։ Նա սկսում է վարկաբեկել Նորոյի մոր անունը։ Ասում է, թե Նորոյի մայրը Արշակի հետ է փախել Ամերիկա, դրանով իսկ պղծելով ընտանեկան անցյալի հիշողությունները։ Բաբկենը դիտավորյալ սեղմում է ամենացավոտ կետերի վրա և հեգնանքով հարցնում, թե արդյոք Նորոն Արշակի հետ էլ է նույնքան արդարացի վարվում։ Այս խոսքերը լսելով Նորոն պարզապես կորցնում է բանականությունը։ Նա չի կարողանում հանդուրժել մոր անվան շաղարկումը և սկսում է քաշքշել հորը։ Իսկ մի անկյունում կանգնած Հասմիկը ուրախությամբ հետևում է այս ամենին։ Նա հասավ իր ուզածին։ Բոլորին վերջնականապես խառնեց իրար և Նորոյին հասցրեց հոգեբանական պայթյունի։ Հարգելի հետևորդներ, մենք տեսնում ենք, թե ինչպես են ընտանեկան արժեքները ոտնատակ արվում հանուն էգոիզմի և վրեժի։ Ինչ եք կարծում, արդյոք Էլիզը երբևէ կհասկանա իր սխալը և կփորձի հետ բերել Էդոյին։ Եվ արդյոք կարող է հոր ու որդու այս սարսափելի բախումը դառնալ Նորոյի համար ճակատագրական սխալ։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Ձեր կյանքի փորձը և իմաստությունը մեզ շատ են օգնում ավելի խորը վերլուծել այս իրավիճակները։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի միասին քննարկենք հաջորդ լարված սերիաները։ Շնորհակալություն դիտելու համար։